Ես ծնվել եմ 1998 թվականին հունվարի 1-ին Երևանում։ Կյանքը նենց եղավ, որ մենք ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան, որպես ենդ ապրենք, դպրոց եմ սկսել եւ պրծել եմ ընդ։ Դպրոցից հետո ես տարբեր աշխատանքներ եմ կատարել, տարբեր ոլորտներում եւ որոշեցի տենց մի շաբաթ ընթացքում որոշեցի գամ Հայաստան։ Շատ չէի մտածել, մի շաբաթ զուտ։ Ես գիտեի, որ գալու է ծառայության, պետք է գնամ բանակ, ես ուրախ էի։ Ինձ հետաքրքրում էր, ուզում էի գալ։ Ծառայությունը սկսել եմ Մուղնի Զորամասում, շարունակել եմ Ջրականում, որպես գնդացորդի օգնական։ Եղել եմ 4-րդ վաշտում, Ջրականի 4-րդ վաշտում։ Պատերազմի օրերին ես եղել եմ պոստերում։ Երբ պատերազմը սկսեց, մենք մի կողմից հասկանում ենք, որ պատերազմ է, իսկ մյուս կողմից չենք հասկանում։ Նենց է իրավիճակ էր, ոնց որ մարդու օրգանիզմի ադրենալինը շատ բարձր էր ու պատերազմը տենց սկսեց, մենք բոյ ենք տվել տարբեր դիրքերից, մեր դիրքը տեղափոխվել էր նույնիսկ տեղափոխվեց ուրիշ բատալյոնի դիրքի անձնակազմին միացավ, մի քանի ժամ բոյ ենք տվել, հակառակորդի դեմ ժամը տենց 1-2-ի կողմերը մյուս բատալյոնի հրամանատարը հրաման տվեց, որ հետ նահանջենք, այդ ժամանակ հետ ենք նահանջում մեր դիրքը եւ մյուս դիրքի անձնակազմը։ Մենք մի հատ սխալ ճանապարհով գնացինք, մեզ ծուղակն էին գցել, հակառակորդը մեր հայկական շորերով էր։ Մենք մտածում էինք, որ մեր զինվորներն են, բայց մերոնք չէին։ Այդ ժամանակ մենք բարձրանում ենք դեպի դամբ, վերև ենք բարձրանում, այդ ժամանակ կրակում են մեզ վրա։ Ու ես հետո վիրավորումը ստացա աջ ձեռիս հատվածում ու մի մոմենտ ես ընկա, ոչ բան չէի հասկանում ինչա կատարվում։ Ես արդեն վիրավորված բարձրանում եմ, տենում եմ, որ տղերքը չկան, ես բան չեմ հասկանում, տենց վիրավորված մի 15 մետր ընդհանրապես քայլում եմ։ Հյուրայ ժամանակ կրակում եմ, բայց հյուրայ չէր կապնում, ոչ մի չէին կարում խփեին ինձ։ Նայում ենք տարածությունը շատ փոքր էր, բայց ես զուտ քայլում եմ, ձեռս վիրավորված, արյունը թափվում էր, այդպես քայլերով գնում եմ, հայտնվում եմ մի հատ դիրքի ինձ մուտքի մոտ, այդ դիրքում տենում եմ մյուս դիրքի ընկերոջս, Վալոդին եմ տենում։ Մեր բոլոր զինվորները մեր մոտ միշտ ունեին բժշկական դեղատուփ, փոքր պայուսակ էր, առաջ օգնության համար ինչ անհրաժեշտ է ունեինք։ Այդ ժամանակ ես վերցնում եմ, ձեռս վիրակապում եմ մի կերպ, որ գոնե հող չլցվի։ Դրանից հետո մենք 2 գիշեր անցկացրել ենք հենց այդ դիրքի բլինդաժում, մենք չգիտեինք ինչ անեինք, ոչ կապ կար, ոչ բան, հետո Վալոդը տարբերակ գտավ, կամբատետեր են կապնվել։ Ինքը մեզ մեր ճանապարհ ցույց տվեց, 2 տարբերակ ունեինք դեպի աջ գնալ եւ դեպի ցախ, մենք ընտրեցինք դեպի ցախ, մենք մտածում էինք մեր զինվորները այնտեղ են, հրամանատարական կետներ, բայց ստաց բարձում է, որ չգիտեմ, մերոնք են թե չէ, այդ ժամանակ Վալոդին կրակեցին, իրան վիրավորեցին մեջքից։ Վալոդը իրան օգնում էր, այդ վերքը վիրակապում էր։ Որոշեցի ես հետ գնամ, ավեջիշտ մենք որոշեցինք դեպի իմ հին դիրքը, որովհետև ընդեի տարածքին ես ավելի ծանոթ եմ ու ես մտածում եմ, որ մերոնք ընդե կգնան։ Օգնություն կանչելու համար գնացի հետ, ժամանակ Վալոդին թողեցի։ Ես մտնում եմ դիրքեր, տենում եմ դե մերոնք չեն։ Չգիտեմ, եթե ինչ ոսկե ճանապարհով, աստուծո ճանապարհով հետ վերադարձա, ճիշտ ասած այդ ժամանակ ինձ նկատել էին։ Ես դե սարերի միջով չգիտեմ ոնց ուղը գնացի ճամփեն հետ գտա։ Եկա Վալոդի մոտ, հասկացա, որ ուրիշ տարբերակ չկա, կամ 2-ով ենք հենում, կամ չենք հենում։ Դրա հաջորդ օրը, 3-րդ օրվա առավոտը, կապնվեցինք ամբատի հետ, ինքը մեզ մի ճանապարհ ասեց, այն ժամանակ որ դեպի ձախ էին գնացել, ոչ թե դեպի ձախ, այլ դեպի աջ։ Մինապոլա էր, ասեց, տենց ուղիղ գնանք, քայլենք մի դիրքում, այդ դիրքից 100-200 մետր էլի ոտով քայլենք։ Մի կողմից մենք վախեցանք այդ միների տարածքով քայլենք, մի կողմից ասացինք, ուրիշ տարբերակ չկա, եթե հեսա, թողես չենք մնալու ստե։ Գնում ենք, տենց գնանք միները շնոր։
Մենք անցանք այդ միները, ժամանակ համ կրակում էինք, մենք պպզում էինք, բայց մեր վրա ոչ մինը չպայթեց։ Էլի առաջ գնացինք 100-200 մետր։ Մեզ արդեն դիմավորեցին այդ ժամանակ, մենք չէինք հավատում մերոնքին։ Ճիշտ ասած, մենք միշտ պատրաստ էինք, մեր մոտ միշտ հեռակներ կային, որ ինչ-որ մի բան լինի, ավելավը գերի չընկնես։ Բայց ստացվեց, որ մերոնք էին։ Վիրահատություններ տարա մի 3 անգամ, սկզբից 2 անգամ, հետո մի քանի ամիս հետո վերջին արեցին, որ ձեռս չէի կարող շարժել, միշտ այսպես դիրքով էր ընկած ձեռս։ Մի տարի ես դառել էի ծախլիկ, ասենց ասեմ։ Ու այդ ժամանակ ինձ արդեն զորացրեցին բանակից, այդ ծառայությունս չեմ շարունակել։ Ու ինձ մնում էր մի քանի ամիս, հունվարի 17-ը։ Դրանից հետո ես հասկացա, որ այն ժամանակ, երբ որ ինձ վիրավորեցին, գլուխս բարձրացրեցի, ու տեսա տղերքը չկան, ես հիվանդանոցում եմ հասկացա, որ իրենք այդ ժամանակ մահացել են։ Այսինքն այդ բայհա, որ վիրավորեցին, ես ոչ բան չէի հասկանում։ Մարդու իմ ադրենալինն էր բարձր, ջրերը չկային, ես բան չէի հասկանում։ Այսինքն ես ինչ հիշում եմ, հիշել եմ, երբ որ հիվանդանոցում եմ եղել։ Կամաց հիշողությունը հետ եկավ։ Հիվանդանոց ժամանակ, երբ ես պարկած էի, էլի մարդու օրգանիզմը, հորմոնները բարձր են, ադրենալինները բարձր։ Այդ ժամանակ ես հիշում եմ կորոնավիրուսի այդ խնդիրներ կային շատ, հիվանդանոցում կային խնդիրները, միայն ոչ զինվորների համար և ոչ իրանց ծնողների։ Այսինքն մեր համար, զինվորների, կրված մարդկանց համար, իրանց համար մեկ էր այդ կորոնավիրուսը, թե ինչը։ Ես 3-4 ամսվա ընթացքում 2 հատ վիրահատություն եմ տարել ձեռս, երկաթերով ամրացրել էին, որ ոսկորը ինքնուրույն աճի։ Ես հետո մի քանի ամիս տենց եմ եղել, ձեռս միայն ձախ ձեռով եմ աշխատել ամեն ինչը, աջ ձեռս ես չեմ կարողացել օգտագործել նույնիսկ։ Հիվանդանոցից հետո, որ ես դուրս եկա այդ երկրորդ վիրահատությունից հետո, մինչև mən լավ հիշում, սենց առաջի թե երկրորդ օրներ գնացի Լենական, նստեցի տաքսի, հիմա հիշում եմ զարմանում եմ ինքս վրա, ձեռս այսպես վիճակում նստել եմ տաքսի ու գնում եմ։ Կողքս մարդիկ նստած, ձեռս ինչ ուզում է թող լինի։ Մեր Վաշտեր Ամանատարն է թաղված եղել, մահացել է։ Մարդկանց համար մեկ ամեն ինչ։ Ու ինձ շատ ժամանակ էր պետք, որ ես գոնե մի քիչ հետ գայի, հասկանայի ինչ է կատարվում։ Ավելի շատ դաժաներ են, որ ոնց ասեմ, մարդկանց վերաբերմունքը պատերազմին։ Մարդիկ կային, որ անիմաստ խոսում էին ու այդպես բաներ։ Այն իրոք ցավը տեսել այն մարդը շատ չի խոսել դրա մասին, ինքը շատ է իր մեջ է պահում։ Ու մարդիկ ով սկսում են այդպես անիմաստեղը խոսալ, օրինակ զինվորները հետ նահանջ են արել, սխալ են վերաբերվել, սեն չպետք է անեն, պետք է միջավայր կռիվ տային։ Միջև զինվորներին իրենց բան ասելը, մեղադրելը, կոպիտ ասած, եթե իրենք չեն կարող գտնել այդ խնդրի արմատը, ես այդ մարդկանց ինչ ասեմ։ Միջև ֆուտբոլի մարզի դառնալը ես եղել եմ տարբեր մասնագիտություններ եմ փորձել, շատ եմ փորձել, դասեր եմ գնացել աշխատանքի, ոչ բան տենց դուրս չի եկել։ Հետո մի ծրագիր դուրս եկավ նոր էջի շնորհիվ։ Պատերազմ մասնակիցների համար մարզչի դասեր էր անցկացվում։ Ես համաձայնվեցի, այդ մարզիչի ճիշտ ասած չէի հավատում։ Միջև նույնիսկ գնացի մարզիչի դասի արդեն սկսել է, պերսոներս չէի հավատում, ասում ես ոնց որ երազանք անի։ Մարզիչը ոնց որ ես ֆուտբոլիստ չեմ կարողացել դառնամ։ Իմ այն երազանքն է, որը ես չէի հավատում, ու իրականում։ Այն երազանքը, որ կողքը դրել է, ասում էր, չէ, չի ունենալու, ուրիշ բան արա։ Հետո պայտակ ստացվեց, ես ուրախացա ու ճիշտ ասած միջև իմ ասած զարմանում եմ, ասում եմ, ես եմ։ Դասերը պրծելուց հետո ես էլի շարունակեցի մարզիչի կարիերան, աշխատում եմ ակադեմիայում, երբ որ մտնում եմ դաշտ, մոռանում եմ ամեն ինչ։ Այդ դաշտը, մանավանդ այդ փոքր երեխեքը, ես հիմա շատ փոքր երեխեքի հետ եմ աշխատում։ Բարի, սենց դատարկ էջան իրանք, սենց համով, ֆոտով, իրանց հետ հավես աշխատելը, հա դժվար է փոքրների հետ աշխատելը։ Ոչ թե ինձ թվում է, կարամ հաստատ ասեմ, չկա մարզիչ, որ չջղայնանա։
դե մարդու ներվերը անսահմանափակ չեն։ Ես աշխատում եմ քիչ չխայնանամ, տենց հասկանում եմ երեխեք են իրանք ու գալիս են ուրախանանում ու դրա համար շատ եմ սիրում այդ գործը։